Եվրամիության անդամագրվելու ստորագրահավաքի մասին էր խոսքը, որը իրականացվեց նաև Սեր ջանքերով, եւ երկրորդը բողոքի ակցիան, որը տեղի ունեցավ 102-րդ ռազմաբազայի մոտ, այս երկուսը արդյոք այդ Ձեր նշած ռիսկերի կանխարգելման համար նոր ճանապարհներ բացելու համար եւ հասարակության, այսպես ասած, տրամադրությունը ստուգելու, ինչ կարծիք ունեք դուք, այս երկու գործողությունները Ձեր սպասած արդյունքը տվեցին։ Դե կարծում եմ, որ դրանք շատ հետաքրքիր շղթայական կապի մեջ եք դնում այդ գործընթացները, որտեղ նույն տրամաբանության մեջ են։ Ի վերջո մենք իմ գործընկեր քաղաքական ուժերի հետ անցյալ տարի հենց այս շրջանում էր ամփոփում էինք արդեն տվյալները ստորագրահավաքի, այդ փուլում նույնիսկ մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ այդքան արագ կկարողանանք անհրաժեշտ թիվը ստորագրությունների հավաքել։ Մենք 2 ամիս էր մեզ տրված 50,000 ստորագրության համար, մենք 1 ամսում 60,000-ը հավաքեցինք եւ հնարավոր եղավ հարցը անմիջապես մտցնել ազգային ժողով եւ օրենքի տեսք ստացավ Եվրամիության անդամակցության մեկնարկի գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրենք ընդունվեց, ինչը Հայաստանին բոլորովին այլ քաշային կարգ տեղափոխեց։ Ես կարծում եմ, որ տեղի ունեցած վերջին զարգացումները Բրյուսելում Եվրամիության հետ Հայաստանի ռազմավարական օրակարգի շուրջ համաձայնություն ձեռք բերվեց, ինչը այդ օրենքի շատ տրամաբանական շարունակությունն էր եւ Եվրամիության հետ մենք հիմա որակապես նոր այսպես գործընթացի շուրջ ենք հարաբերությունների քննարկում, որի հաջորդ քայլը կարող է լինել դիմումը Եվրամիության անդամակցության վերաբերյալ, որպեսզի մենք դառնանք թեկնածու անդամակցության, դրանից բխող մի շարք կարևոր պարտավորություններով, որի հիմքում օրինակ DCFTA-ի շուրջ բանակցություններն են, այսինքն սկսել օրինակ ասոցիացման Եվրամիության հետ ասոցիացման պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչը նշանակում է, որ մենք զուգահեռ պիտի քննարկենք Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարցը, որոնք զուգահեռ գործընթացներ են, որտեղ մաքսային մի տարածքից անցնում ենք մեկ այլ մաքսային տարածք, ինչը նշանակում է, որ ռուսները մեզ հստակ նշել են, որ եթե Եվրասիական տնտեսական միությունից դուրս եկաք, հապկից պիտի դուրս գաք։